2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում տեղի կունենա հերթական մեծ զորահանդեսը նվիրված 1945 թվականին նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի տարելիցին։ Երբեմնի սգո եւ հիշատակի օրը, որը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք վերածնվել է պաթոսային եւ ռազմականացված տոնախմբության, Մոսկվայի կենտրոնական հրապարակում կցուցադրվեն ռուսական բանակի նորագույն զինատեսակները, կհնչեն անթիվ անհամար գովեստի խոսքեր ուղղված Ռուսաստանի Դաշնության բանակին, գեներալներին, սպաներին եւ զինվորներին։ Այնինչ 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ սկսած պատերազմը լավագույնս ցույց տվեց, թե ինչ արժեն այդ ճոխ զինահանդեսներն ու անպագորգոր հայտարարությունները։ Ռուսական բանակը, որը համարվում էր հզորությամբ աշխարհի երկրորդ բանակը, խեղդվեց սեփական անիրատեսական նպատակների հորձանուտում, բախվեց Ուկրաինայի համառ դիմադրությանը եւ կորցնելով իր լավագույն ստորաբաժանումներն ու զինատեսակները, նահանջեց Ուկրաինայի մի շարք շրջաններից ու խրվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ծավալված ամենաարյունալի պատերազմում։ Ու թեև հիմա ռուսական բանակը ժամանակ առ ժամանակ հաջողություններ է գրանցում ուկրաինական ռազմաճակատում, աննախադեպ փորձ ձեռք բերում հատկապես դրոնների պատերազմում, այն անվերջ հեռու է այն կերպարից, որով փորձում է ներկայանալ աշխարհին։ Ռուսական բանակը ոչ թե Մոսկվայում երթով անցնող առողջ ու բարետես զինվորականներն են ու փայլփլուն զրահամեքենաներն ու տանկերը, այլ հազարավոր հանցագործները, որոնք բաց են թողնվել բանտերից, խաբեությամբ կամ մեծ գումարի դիմաց ծառայության մեկնած վաղուց արդեն ոչ երիտասարդ տղամարդիկ, ի հեճուկս բազմաթիվ վնասվածքների ու նույնիսկ անդամահատությունների գրոհի նետված վիրավորները, սովետական կամ հյուսիսկորեական պահեստներից հանված հնամաշ զրահատեխնիկան, ժանգոտած եւ բնավ ռազմական գործողությունների համար չնախատեսված մոտոցիկլետները, ժիգուլիներն ու նույնիսկ ավանակները։ Այն, ինչ ցուցադրվում է մայիսի 9-ի շքահանդեսին Մոսկվայում, կարելի ասել այլևս թանգարանային նմուշներ են, որոնք կոչված են քողարկելու այն ողջ թշվառությունն ու ողբերգությունը, որը կա իրականում։ Իրազեկ քաղաքացիների միավորում։ Եթե ձեզ դուր եկավ այս հոլովակը եւ ցանկանում եք հետագայում եւս տեսնել այսպիսի նյութեր, կարող եք աջակցել մեզ նվիրատվությամբ, հղումը գտեք մեկնաբանություններում։